Ժամը 17-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Հոկտեմբերի 27-ից որոնվող Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրանին հայրն է սպանել խեղտամահ անելու ճանապարհով։ Այսօր տեղեկացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնեմ, կիրակի նոյեմբերի 2-ին գրեթե 1 շաբաթ շարունակվող որոնումների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած անհետ որոնվող Տիգրանի մարմինը։ Փրկարարներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Փորձաքննություններով պարզվել է էլ ավելի սահմռկելի մանրամասներ, պատմում է իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ 3-ամյա Տիգրանին խեղտամահ է արել իր սեփական հայրը։ Լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Օրոնողական աշխատանքներին մասնակցում էին փրկարար ծառայություններ, ոստիկանական ուժեր, նաև կամավորներ։ Կամավորներից Սվետլանա Լևոշկինան, որն առաջին օրվանից ակտիվ մասնակցել է փոքրիկ Տիգրանի որոնումներին, Facebook-յան էջում գրառում է կատարել եւ առաջ քաշել իր վարկածը։ Փոքրիկին գտել են այն վայրում, որը բոլորը բազմիցս էին ուսումնասիրել։ Ես անձամբ մի քանի անգամ եղել եմ այնտեղ, ոչ մի հետք չկար։ Ըստ ամենայնի, նրան պարզապես նետել են այնտեղ։ Փնտրում էիք, դե լավ, ահա ստացեք։ Երեխան գտնվել է Ջիլ գյուղի ցուցանակի մոտ, որտեղից հետիոտնի հնարավոր ամենակարճ ճանապարհը 6 կիլոմետր է։ Եթե կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, Տիգրանի հայրը մոտ 1.5 ժամ եղել է ճանապարհին։ Միթե ընտանիքի մյուս անդամները չեն նկատել Արմենի այսչափ բացակայությունը։ Ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Գյուղացիները ընտանիքին որակում էին որպես աղմկոտ եւ իրենց բառերով բուժման կարիք ունեցողի։ Ընտանիքում ապրում էին 2 եղբայրները եւ նրանց քույրը։ Բացի Տիգրանից ծնողները ունեն եւս 4 երեխա։ Նույն տանը բնակվող հորաքույրը եւս 4-ը։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի։ Ոչ մեկը այդ բանը չի նշում։ 2 աղբեր քուրը ծնողներից իրենց ծնողներից հիվանդություն ունեն։ Դրանց այդ քույր եղբորից եղել է 9-10 երեխա։ Բոլորը հիվանդ երեխեք են։ Ինչու բուժում չեն բանում, ընկել է սրա նրա հետևից։ Չէին սպասում, հանելու կայնը անհավատալի է։ Երևանի քաղաքացիները նույնպես ուշի ուշով հետևում էին փոքրիկ Տիգրանի որոնումներին, անհամբեր եւ հույսով սպասում նրա գտնվելուն։ Շատ կասկածելի է, ասեմ ձեզ, որ փրկարարները այդ նույն տարածքը մի քանի անգամ սանրել են ու չեն գտել։ Քիչ շատ անհավանական բան է էլ։ Ինչ կարամ ասեմ, չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Եթե մարդու խղճից է կախված, ոնց կարելի է իր երեխան խեղտամահ անել։ Շատ եմ ցավում նրա համար։ Նրա մեծ ծնողին կարելի է կախական անել պուբլիշնի։ Ալի է, շատ եմ ցավում, շատ։ Մետի արդեն հանցագործություն այդ հորը պետքա կախեն, ուրիշ ոչինչ։ Երեխաները տենց անկապ կորում են ու հետո գտնեն մահացած վիճակով։ Դա շատ սարսափելի է ու անտանելի ու աններելի բան է։ Չգիտեմ, որ քան այտենց մարդիկ կան, որ այտենց մատխաշ երեխեքի վրա ձեռ են բարձրացնում, ուրեմն դրանք վամպիրներ են, կարաս ասես, այտենց մարդկանց։ Վերջին 6 օրերին շրջանառվում էին տարբեր վարկածներ, սկսած կենդանիների հարձակման կամ երեխայի որևէ ձորից կամ կիրճից վայր ընկնելու տարբերակներից, մինչև առևանգում եւ այլ ենթադրություններ, սակայն իրականությունը շատ ավելի սարսափելի էր։ 3-ամյա Տիգրանի կյանքը առերևույթ խլել է սեփական հայրը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Open Media։ Ներքին գործերի նախարարության 2026-ի բյուջեն կկրճատվի 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է հայտարարել պետական բյուջեի նախագծի քննարկմանը։ Նախարարը պարզաբանել է, նվազեցումները տեղի են ունեցել 2 ծրագրերի մասով, գերատեսչության բյուջեի նախագծի մյուս կետերը չեն ներկայացվել։ Դրանք կքննարկվեն փակ նիստում։ Ճիշտ են լուրերը, թե ներքին գործերի նախարարը շուտով հեռացվելու է պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվելու է քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Արփինե Սարգսյանը չի մեկնաբանում ու միևնույն ժամանակ դժգոհում է ստահոդ տեղեկություններից։
2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում։ Ներքին գործերի նախարարը ազգային ժողով էր եկել բյուջեի քննարկմանը մասնակցելու։ Այս պահին իր գլխավորած նախարարության բյուջեն եկող տարի կկրճատվի 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու ծրագրերի մասով, ներքին գործերի կրթական ծառայություններ եւ ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ եւ վերահսկողություն ծրագրերով։ Արփինե Սարգսյանը ներկայացնում է ամենաթարմ վիճակագրական տվյալները։ Կենցաղային հողի վրա սպանությունները շարունակում են գերակշռել։ Երբ որ խոսում ենք նաև ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պիտի փաստեմ, որ նաև վիճակագրական առումով որևէ էական մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր որպես այդպիսին չունենք, եւ նաև պիտի ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2%։ Նախորդ տարվա համեմատ փոքր տոկոսով նվազել են անչափահասների կատարած հանցագործությունները, բայց երբեմն լինում է, երբ դպրոցները չեն ահազանգում տարբեր առերևույթ հանցագործությունների մասին։ Ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար գործընկերոջս Տիկին Ժաննա Անդրեասյանին դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ։ Անդրադառնալով Փարաքարի համայնքապետի աղմկահարույց սպանությանը, ներքին գործերի նախարարը բացառում է հանցագործության քաղաքական դրդապատճառները ու այն կապում փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Ըստ Նյուզեեմի միջադեպ է եղել բյուջեի նախագծի քննարկման փակ հատվածում։ Նիստն ընդմիջվել է վիճաբանության պատճառով։ Ըստ տեղեկությունների, իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցել է համակարգչով, ինչը փակ ձևաչափի դեպքում արգելված է։ Սարգսյանին առաջարկել են դուրս հանել համակարգիչը, հրաժարվել է։ Վիճաբանությունից հետո հեռացել է դահլիճից։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Կիրակի օրը Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք եկեղեցում երկրորդ պատարագն է տեղի ունեցել, որը Մայրաթորն անվանում է քաղաքական բեմադրություն, նույնիսկ պղծություն։ Այդ միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետեր։ Այս անգամ եւս եկեղեցու բակում եղել են մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ։ Իսկ այդ ընթացքում Գարեգին երկրորդ վեհափարի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձի առիթով պատարագ է մատուցվել տաճարում, որտեղ կատարվել է նաև հայրապետական մաղթանք, աղոթք է հնչել Բաքվում պահվող հայ գերիների ու Հայաստանում բանտարկված սրբազանների եւ գործարար Սամվել Կարապետյանի համար։ Ամբողջ պատարագի ընթացքում տաճարում էր Սկևրայի Սուրբ Մասունքների տուփը։ Կիրակի երկրորդ պատարագն էր Հովանավանքում, որը Մայրաթորը բնորոշում է պղծություն։ Հավաքվածներն իրենց պատասխանն ունեն, թե ինչու են եկել։ Այստեղ ինձ վերել է հայ խիղճը, հավատը, սրբությունը։ Այսօր գիտեք ինչ, մենք մի բան ունենք, մի խնդիր, ազգին փրկելու համար, մենք ինքնուրույնությունն ու ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Չնայած Տեր Արամին կամ Ստեփան Ասատրյանին Մայրաթորը կարգալույծ է հռչակել եւ նա եկեղեցու կանոններով պատարագ մատուցել չէր կարող, նախկին քահանան արդեն երկրորդ կիրակին է անում է դա, արգելելով մյուս հոգևորականների մուտքը Հովհանավանք, թեև ըստ էության դրա իրավունքն ունի միայն Մայրաթորը, իսկ Մայրաթորը հենց Ստեփան Ասատրյանի մուտքն է եկեղեցի արգելել։ Եվ հետևանքը եղել է այն, որ ես պետքա Հովանավանքում չմնայի, իսկ իմ չմնալու ուրեմն օգնող միջոցները եղել են այդ հոգևորականների այստեղ գտնվելը։ Եվ քանի որ անարդարություն էր գործվել, այդ իսկ պատճառով ես արգելել եմ նրանց մուտքը Հովանավանք։ Լրագրողների ու հավաքվածների մեջ էլի լարված խոսակցություններ կային, ինչպես նախորդ կիրակի։ Դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուր ես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասա, ինքներդ ասացի։ Ազատորեն վերցնելու ասու դրան մոտ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները լրիվ ցրեմ, լրիվ կասկածները։ Ու մի հատ էլ sense քեմ երեսիդ։ Այս մարդու մասին սկսեցին տեսանյութեր տարածվել, որ իր բլոգում արդեն խոստովանել էր սեռական կողմնորոշման մասին։ Հա ես գոմիկ եմ։ Ինքս նիկոլական եմ, ես ինքս ու հպարտ եմ։
Եվ լրատվամիջոցներից մեկը նախորդ պատարագին գրել էր դա, իսկ ինչպիսին էր ոստիկանների արձագանքը։ Տեղի ունեցավ, չէ, մենք ուշ եկանք, այդ դեպքի հետ ակապված։ Հիմա այլևս այդ անձը, եթե դուք չմոտենաք հարցադրումներ չտա, իր նախաձեռնությամբ ոչ կմոտենա ձեզ, ոչ էլ ինչ-որ արտահայտություններ կանի։ Իշխանության ներկայացուցիչներ այս անգամ էլ կային, վարչապետը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ հավատացյալներ, որոնք իրենց պարտքն էին համարում լրագրողների ձեռքից պաշտոնյաներին փրկելը։ Պատգամավոր եք, ես մի հատ ընդհատեմ, հետո շարունակեք։ Չես նկատում, որ այս բոլորը խեղաթյուրում են, վատ երևույթներ են ստեղծում։ Աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Այս բնորոշումը բրիտանական Էքսպրեսն է տալիս իր զեկույցում։ Տարբեր պաշտոնյաների գրառումներին անելով հավելում են կատարվողը սարսափելի է։ Միտքը թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ եւ ժամանակակից Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է։ Իդեպ ձերբակալվել են Գարեգին II կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։ Նրանք աշխարհիկ են, մեղադրվում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, թե Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակել է միջադեպի կադրերը եւ պնդել, որ Ներսիսյաններն ընդամենը մերժել են Հանրապետություն կուսակցության ներկայացուցչի քարոզչական հանդիպման մասնակցելու հրավերը։ Քննչական մարմինը եւ դատախազությունը հաշվի չի առել Ներսիսյանների ցուցմունքը եւ տեսագրությունը, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Կիրակի երեկոյան Համաս խմբավորումը միջազգային Կարմիր խաչի կոմիտեի աշխատակիցներին է հանձնել եւս 3 զոհված պատանդների մարմիններ, որոնք տեղափոխվել են Իսրայել նույնականացման համար։ Եթե փորձաքննությունը հաստատի, որ Համասի հանձնած մարմիններն իսկապես պատկանում են զոհված գերիներին, ապա Գազայի հատվածում կմնան եւս 8 պատանդների մարմիններ։ Մինչև այդ Համասի զինյալները հանձնել էին մարմիններ, որոնք չէին պատկանում Գազայում պահվող զոհված պատանդներից ոչ մեկին։ Մինչև օրս Համասը Իսրայելին է հանձնել 28 պատանդներից 17-ի մարմինները։ Իսրայելը իր հերթին Գազա է ուղարկում սպանված պաղեստինցիների մարմինները։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Վաղ առավոտյան Աֆղանստանի հյուսիսում Մազարի Շարիֆ քաղաքի մոտ տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Նախնական տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ, ավելի քան 150-ը վիրավորվել են, եւ իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա։ Ստորգետնյա ցնցումները զգալի վնաս են հասցրել մասնակիորեն ավերել քաղաքի պատմական սրբավայրը՝ Կապույտ մզկիթը։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտարարել է նարնջագույն մակարդակի տագնապ, նախազգուշացնելով, որ աղետը կարող է լայնածավալ լինել մի երկրում, որը հաճախ է բախվում երկրաշարժերի եւ ունի թույլ ենթակառուցվածքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը շրջափակել են ուկրաինացի զինվորականներին Պոկրովսկ քաղաքում, սակայն Կիևը հերքում է այս տեղեկությունը, պնդելով, որ իրենց զորքերը շարունակում են պահել դիրքերը։ Գերատեսչությունը նաև պնդում է, որ ոչնչացրել է ուկրաինական հատուկ ջոկատայինների ուղղաթիռային 11 հոգանոց դեսանտը, ինչը ուկրաինական կողմը ապատեղեկատվություն է որակել։ Միևնույն ժամանակ Օդեսայի մարզի վրա ռուսական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ռազմական օգնության համատեքստում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրականում չի դիտարկում Ուկրաինային Թոմահաուք հեռահրթիռներ տրամադրելու հարցը։ Բելգրադում լարվածությունը սրվել է Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են ի պաշտպանություն Դիանա Հրկայի, որը հացադուլ է սկսել։ Հրկայի որդին անցյալ տարի Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով զոհված 16 անձանցից մեկն էր։ Պահանջում է արդարություն եւ ողբերգության պատասխանատուների բացահայտում։ Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները լուսային ճայթուկներ են նետել կառավարամետ ակտիվիստների վրանների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանությունը միջամտել է։ Ամիսներ տևող բողոքի ցույցերը, որոնք սնուցվում են կառավարական կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի դեմ զայրույթով, լրջորեն սասանում է նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխանությունը։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարակը հայտարարել է, որ սպասում է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշարայի այցը Վաշինգտոն։ Նրա խոսքով այցի ընթացքում Սիրիան հուսով է միանալ իսլամական պետության դեմ պայքարող Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիային։ Այս քայլը դիտարկվում է Բաշար Ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո ձևավորված անցումային կառավարության ջանքերի մի մաս՝ վերականգնելու երկրի միջազգային կապերը։ Ներկայում Սիրիան անդամ չէ 2014 թվականին ստեղծված այդ կոալիցիային, որը պայքարում է ծայրահեղական խմբավորման վերածննդի փորձի դեմ։ Իսրայելա-լիբանանյան սահմանին լարվածությունը կրկին սրվել է։ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ իրենք կգործեն ըստ անհրաժեշտության, եթե Լիբանանը չկանխի Հեզբոլլահի վերազինումը։ Այս հայտարարությունը հաջորդել է իսրայելական վերջին հարվածներին, որոնց հետևանքով սպանվել է Հեզբոլլահի 5 անդամ։
درون این دانشمندان ماست. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը ավելի մեծ հզորությամբ կվերականգնի իր միջուկային օբյեկտները, միևնույն ժամանակ պնդելով, որ երկիրը միջուկային զենքի չի ձգտում։ Այս հայտարարությունը պատասխան է հունիսին Միացյալ Նահանգների կողմից իրանական միջուկային կայաններին հասցված հարվածներին։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես քաղաքացիական նպատակների։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ կհրամայի նոր հարձակումներ իրականացնել, եթե Թեհրանը փորձի վերագործարկել ռմբակոծված օբյեկտները։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Մեր հաջորդ տեսանյութը հայ-ֆրանսիական բարեկամության վառ օրինակի մասին է։ Հայաստանն աշխարհով մեկ բազմաթիվ բարեկամներ ունի, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են հայ դատի եւ արդարադատության համար։ Նրանցից մեկը ֆրանսիացի Անրի Սաբին է, որի կապը յուրահատուկ հետք է թողել պատմության էջերում։ Ինչպես գիտեք, Open Media-ն հեռարձակվում է 8 լեզվով։ Մեր ֆրանսերեն թողարկումների հեղինակ Հասմիկ Առաքելյանը այցելել է Անրի Սաբիի գերեզմանին եւ ներկայացրել Սաբիի հայանպաստ գործունեության հուզիչ պատմությունը։ Մանրամասները ռեպորտաժում։ Երևանի քաղաքային Պանթեոնի այս ճանապարհը տանում է մի գերեզմանի մոտ, որը բացառիկ է իր պատմությամբ։ Այստեղ հանգչում է բառի ամենաուղիղ իմաստով հայ ազգի բարեկամ, Եվրոպայի խորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ժան Անրի Սաբին։ Հենց նրա առաջնորդությամբ երկար պայքարից հետո 1987 թվականին Եվրախորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, եւ դա եղավ այդ եզրույթով պատմական փաստացի միջազգային ճանաչման ու դատապարտման առաջին ու մեծ հնչեղ քայլը։ Նա իր հավատամքով եւ ամբողջ ներուժով պաշտպանել է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այնքան է կապվել հայկական հարցի արդար պայքարին, որ կտակում падգամել է իրեն հուղարկավորեն միաժամանակ Արցախում, Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Այսպիսի պատմություն կարելի է հանդիպել ֆիլմերում եւ հայերի ու ֆրանսիացիների բարեկամության էջերում։ Ֆրանսիայի ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության երբեմնի առաջնորդը մահացել է 11 տարի առաջ, հունիսի 16-ին, եւ 3 ամիս անց նրա աճյունամոխիրն արդեն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի գրեթե կողքին։ Անրի Սաբիի աճյունի հուղարկավորության համար այստեղի ընտրությունն էլ պատահական չի եղել։ Շատ երևի ոչ հեռավոր ապագայում այս տարածքի հարևանության վեր պիտի հառնի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի հուշակոթող։ Իր այս քայլով Անրի Սաբին ցանկացել է ապացուցել, որ իր պայքարը շարունակելու է նույնիսկ մահից հետո, քանի որ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միայն հայկական հարց չէ, այլ պայքար հանուն համամարտկային արժեքների։ Իր մասնագիտությունն է եղել, հա, Սաբիի մասնագիտությունը ցեղասպանագետ է եղել ինքը։ Իր մասնագիտությունը ինքը զբաղվել է ոչ միայն իմիջիալից հայկական հայերի, հա, ցեղասպանությամբ, Ռուանդայի եւ այլն բոլոր ցեղասպանություններով ինքը իր պարտքն է համարել։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նաեւ նախանձախնդիր է եղել նաեւ մեր հարցում, որտեւ գիտեք ինչ է նշանակում մահվանից հետո կտակ այդպեսի կտակ անել։ Հա, ուրեմն ինքը ինչքան է սիրել Հայաստանը, հայերին, էլի ես այդքանով շնորհակալ եմ իրեն, որ նվիրված է եղել Հայաստանին ու հայերին։ Սա իսկապես նվիրվածության արդյունք է։ Անրի Սաբիի անունը պատմությունն ինքնին արդեն դրել է Անատոլ Ֆրանսի, Անրի Բարբիի, Ֆրիտյով Նանսենի եւ բազմաթիվ այլ օտարազգիների կողքին, որոնք անտարբեր չեն եղել մարդկության դեմ գործված ոճրագործության հանդեպ եւ պայքարել են արդարադատության համար։ Արցախի կորստով ոչ միայն հայերն են կորցրել իրենց գերեզմանոցը, այլև ֆրանսիացիները, քանի որ Ստեփանակերտի սրտում հանգչում է Թուլուզում ծնված եւ այնտեղ մահացած ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ հայ ժողովրդի երախտավոր Ժան Անրի Սաբին։ Սա ռեպորտաժի էմոցիոնալ հատվածն էր, իսկ այն ինչին ականատեսը եղավ մեր տեսախցիկը նկարահանումը սկսելուց առաջ, թերևս կադրերը ավելի խոսուն կպատմեն։
Մեր օպերատորը իր աշխատանքային զենքը դրեց մի կողմ, դրեց ձեռնոցներ եւ սկսեց պոկել մոլախոտերը։ Սաբիի գերեզմանը մաքրեցինք, լվացինք փոշուց եւ կեղտից։ Մեզ միացան նաեւ Երևանի քաղաքային պանթեոնի մաքրուհիները։ Այս գերեզմանի տեղը բացահայտել է Շարլ Ազնավուրի գրական ժառանգության թարգմանիչ Սամվել Գասպարյանը, երբ այցի է գնացել իր ընկերոջ Շիրիմին եւ նկատել Անրի Սաբիի անունը։ Դեռևս 2013-ին նա նամակով դիմել է այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կարճ ժամանակ անց Սաբիի գերեզմանին քար է տեղադրվել, իսկ տարածքը բետոնապատվել։ Իդեպ Սաբիի մասունքներն ամփոփվել են Երևանի քաղաքային պանթեոնում Մարգարյանի քաղաքապետ դառնալուց 1 ամիս առաջ։ Նա կապ չի ունեցել այդ ամենի հետ, բայց տեղեկանալուն պես իսկույն անցել են գործի։ Ես այն ժամանակ մի քիչ անշնորհք եմ գտնվել, Տարոն Մարգարյանին շնորհակալություն չեմ հայտնել, հա կուզենայի հիմա ուշացնող շնորհակալություն հայտնել, որովհետև շատ լավ գործ արեցին իրենք։ Հա, այս հողաթումբը ուղղակի սարքեցին գերեզման, ճիշտ է համեստ, բայց ես օրինակ կուզենայի, որ ավելի լավ լիներ։ Ես ընկերներիս հետ հատուկ Արցախ գնացինք, տեսնենք այնտեղ ոնց է, շատ լավ էր։ Նախկին քաղաքապետին շնորհակալություն հայտնեցի, նորին էլ շնորհակալություն կհայտնեմ, եթե հետևեն։ Գոնե հետևեն իրանք հիմա, այս եղածին հետևեն, այսպես չլինի, էլի չծածկի գերեզմանը։ Գիտեք, ես օրինակ չեմ ուզենա, որ մի ֆրանսիացի լսել է, որ այստեղ Սաբին այստեղ գա ու տեսնի այսպես վիճակ։ Այս գերեզմանի տերը դե յուրե Երևանի քաղաքապետարանն է, իսկ բարոյական առումով հայ ժողովուրդը, մենք բոլորս։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, փաստացի հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Եվրախորհրդարանը 1987 թվականին, իսկ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանը միայն 1995-ին, մյուս դաշնակից Ֆրանսիան 2001-ին։ Թերևս այս փաստը հազարավոր բառերի փոխարեն վկայում է, թե Անրի Սաբին ինչ կարևոր գործիչ է աշխարհի հայության կյանքում։ Փորձեցի մտաբերել, բայց չգտա, թերևս չկա Սաբիի նման երկրորդ օտարազգին, որն իր երկրից բացի ցանկացել է վերջին հանգրվանը գտնել նաև Հայաստանում եւ Արցախում։ Անրի Սաբիի 8 զավակներն ու թոռները Ֆրանսիայում են, այստեղ չկա մեկը, որ նրան այցի գնա, իսկ Հայաստանում նրա հարազատները մենք բոլորս ենք։ Սա հասկացավ նաև գերեզմանոցի մաքրուհին Արմինեն, որն ինքնակամ եկավ մաքրեց գերեզմանը, որքան էլ համոզեցինք, փող չվերցրեց դրա դիմաց եւ խոստացավ ամեն անգամ այդ կողմով անցնելիս իր բաժին բարոյական պարտքը կատարել, մանավանդ, որ այս գերեզմանը դժվար հասանելի հատվածում չէ։ Մի կողմում Ռոբերտ Սահակյանցի գերեզմանն է, մյուսում Մարո Մարգարյանի, իսկ քիչ այն կողմ Երգիչ Հայկոն է։ Այս վայրը բոլոր խորհրդանշական եւ քաղաքական հիմքերն ունի, որ դառնա հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշերից մեկը, որ պատվիրակություններն այցելեն եւ ծաղիկներ խոնարեն մի մարդու Շիրիմին, որը փաստացի դրել է հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման գործընթացի հիմքը։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Անցած մեկ շաբաթում հանրային տրանսպորտից օգտվող 935 անձետ ուղղանվել, որից 673-ն առանց տոմսի երթևեկելու համար։ Այս մասին Երևանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարը, հավելելով, որ խախտվել է վարչական իրավախախտումների մասին օրենքը։ Ավետ Բաբայանի խոսքով տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է եղել, որոնցից բավարարվել է 11-ը, իսկ մնացածն անհրաժեշտ իրավական հիմնավորում չեն ներկայացրել։ Ինչպես այսօրվա կադրերն են վկայում, ուղևորձը վճարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցից առաջինում երաժշտություն է լսում ու ձեռքերով սրտիկ է ցույց տալիս, երրորդում, որը վերնագրել է երկուշաբթի, իր նոր գլխարկով քայլում է մայրաքաղաքում, օգտվում տրանսպորտից, բարևում մարդկանց։ Այժմ հաղթական մեկ լուր Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 241 կիլոգրամ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Էմման հավասարը չուներ 86 կիլոգրամ քաշային կարգում։ Նա պոկում վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել, սակայն հրում վարժությունում Եվրոպայի երիտասարդական ռեկորդ սահմանելով նվաճել է նաև երկամարտի չեմպիոնի կոչումը։
Եվ վերջում եղանակի մասին հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալով առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի։ Նշվում է, որ համեմատաբար տաք է լինելու նոյեմբերի առաջին տասնօրյակը, միջին ջերմաստիճանը +4, իսկ երրորդը 0-ից ցածր կես աստիճան։ Ընդհանուր առմամբ նոյեմբերը լինելու է դրական շեղումով։ Այսքանը ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո կհանդիպենք։